Մենք նայում ենք Սուրբ գրքի մեջ, եղբայրներ, Աստված մի բան, որ սկսում է, մարդի մանուկ հասակից սկսում է նրա հետ։ Եվ գիտի այդ երեխան, այդ հոգին, ինչ պիտի դառնա։ Օրինակ, ասում է Մովսեսը հավատքով ծնվավ, տենց է գրած։ Ասին ինչի է գրած հավատքով ծնվավ, ասին իր մայրը հավատքով պահեց այդ երեխան, 3 ամիս, և նոր դրեց ջրի մեջ, նավակի մեջ։ Մենք տեսնում ենք, Աստված յուրաքանչյուրից եղբայրը, եթե նայեք ուշադիր ամեն մեկը ձեր կյանքի մեջ, մենք պատահական մարդիկ չենք, որ այսօր ստեղ ենք։ Քո կողք ինչքան մարդիկ կան, բայց չեն ընդունում։ Ինչքան մարդիկ կան, քեզնից խելացի, քեզնից շնորհքով, բայց հավատ չեն հասկանում։ Աստված գիտի ում նա կանչում և ինչի մանա կանչում։ Եթե մենք խելացի մարդ լինենք, հոգևոր մարդը, եղբայրներ ջան, ես նայում եմ Սուրբ գրքի մեջ, եթե ուշադիր ուսումնասիրած ունենք Սուրբ գիրքը, շատ հոգևոր առաջնորդներ, նրանց Աստված մանկուց կանչել է, նրանց հետ աշխատանք է տարել։ Հեսուն պատանի էր, Սամվել մարգարեն պատանի էր, Դավիթը պատանի էր, սրանք բոլորը հոգևոր մարդիկ են, որոնք փոքր հասակից Աստված ընտրել է նրանց, և նրանց գիտե նրանք ով են, ճանաչելով է սահմանել Աստված։ Եվ Մովսեսը 40 տարի սովորեց Եգիպտոսի մեջ, բայց հավատք կար մեջը, հավատքով մեծացավ նա։ 40 տարի նա սովորեց իր 7 օրի մոտ, նրանց կրթում էր, դաստիարակում էր 7 օրը։ Եվ նա դառավ աշխարհի ամենահեզ մարդը։ 80 տարեկան նոր Աստված նրան առաջնորդեց ուր։ Եգիպտոս։ Աստված նրան շատ սովորացրեց և ինքն էլ սովորացրեց, մեծացրեց Հեսուին։ Եթե հիշում եք, Խորանից չէր հեռանում Հեսու պատանին։ Նա առաջնորդեց։ Հոգևոր մարդիկ, եղբայրներ ջան, շատ կարող այսօր դու երեխա ունենաս, դու չգիտես քո երեխան ինչ հոգևոր մեծ մարդ կլինի։ Նրա սրտի մեջ կարող են այնպիսի բաներ կան, որ դու չգիտես։ Այնպես բաներ ա բացում, որ դու չգիտես։ Դրա համար մեր երեխաներին պետք է ուշադրություն դարձնենք։ Մեր երեխաները շատ օգտակար մարդիկ կարող է դառնան, եթե մենք ուշադրություն ենք դարձնում։ Եղբայրներ ջան, ես տեսել եմ եղբայրներ, որոնք մանուկ հասակում, պատանեկան հասակում, եկեղեցում աճել են և մեծացել են հավատքի մեջ այսօր, և լուրջ հոգևորներ են դառել։ Լուրջ հոգևորներ, թե քույրիկներ կան, թե եղբայրներ, որոնք լուրջ, նույնիսկ կան քույրիկներ, կան եղբայրներ, որոնք ամուսնալալ անգամ չեն ուզեցել, չեն ուզեցել ամուսնալալ, իրանց պետք չի դա։ Օրինակ հիշում եմ, լագերում մի քանի քույրիկներ եկան ինձ մոտ, տեսեք ինչ են ասում։ Ես ամուսնական խնդիրների մասին էի խոսում, բանը, ասես Պավել եղբայր այդ աշխարհային բաները խես հետ կան խոսում։ Հոգևոր բաներ խոսա, որ մարդիկ աճեն։ Ամուսնություն էլի կամ ուսանան, էլի ով ուզում է դու ամուսնանա։ Դու ունես բաներ խոսա, որ մարդը ոնց Քրիստոսի նմանվի, Քրիստոսին հոգով ապրի։ Վերջը, շատ, որտեղ այդ քույրիկները ամբողջ կյանքով նվիրված են Քրիստոսին։ Նվիրված են, եղբայրներ ջան։ Դրա համար եղբայրներ ջան, մարդիկ կան, որ մանուկ հասակից նվիրվում են և նրանք մեծ հոգևոր մարդիկ են դառնում։ Դրա համար Աստված օգնի մեզի, դրա համար Եղիան էլ, չէ, Եղիսեին աճեցրեց, մեծացրեց, սովորացրեց նրան, որպեսզի նա նահապետների մասին է գրած, Հիսուս Քրիստոսն էլ, նա 11-12 աշակերտ պատրաստեց, 1000 հատ աշակերտ չպատրաստեց,
Եվ այդ աշակերտները նենց էին մեկացել Աստծո հետ, նենց մեկ հոգի էին դառել, որ մեծ հալածանքը նրանց չբաժանեց։ Նրանք հոգով աճած մարդիկ էին։ Նրանք թողեցին ամեն ինչ եւ հոգու աշխարհ մտան։ Հոգու աշխարհով ապրեցին։ Հոգին գործեց նրանց մեջ։ Հոգին թակավորեց նրանց մեջ։ Եվ հոգևոր մոտիկացում ունեցան բոլոր խնդիրներում։ Դրա համար Աստված օրհնեց Հիսուսի 12 աշակերտները ամբողջ աշխարհը տակնու վրա արեցին։ Հռոմեական կայսրությունը դու գիտեք պատմությունից, որ ինչքան հզոր է եղել, բայց Պետրոսն ու Պողոսը քանդեցին դա։ Այսօր առաջի Ռոմի պապը եղել է Պետրոս Առաքյալը։ Թեկուզ հիմա այդքան նշանակություն չունի, որտեղ նրանք շատ են շեղվել ճշմարտությունից, շատ։ Հիմիկվա Ռոմի պապերը այնպես բաներ են անում, որ ցավալի ու ողբալի է։ Դրա համար Աստված ուզում է, որ մենք սովորենք եւ սովորացնենք եղբայրներ ջան։ Պողոս Առաքյալը ուներ Տիմոթեոս, հավատարիմ մարդիկ եւ մյուսներ։ Դրա համար Սուրբ Հոգին մեզ սովորացնում է, որ մեր երեխաներին էլ որ սովորացնենք հոգևոր ճանապարհները, եղբայրներ ջան։ Մարդկա երեխաներին ուշադրություն չի դարձնում, բայց Սուրբ Գիրքը տեսեք ինչ ասում երեխաների մասին։ Տեսեք ինչ ասում եղբայրներ։ Այս իմ խոսքերը ձեր սրտի եւ հոգու մեջ կերեք։ Այս ինչ զորավոր խոսք է։ Զանով նշանի համար ձեր ձեռքերը կապեցիք։ Շակականության համար ձեր աչքերու մեջտեղ է։ Զանոն ձեր տղոցը սորիցուցեք։ Տուն նստած ատենը, ճամփան քալած ատենը, պարկելու ելնելու ատենը զանոն խոսի։